պայմանավորված այցելել եք Ծիծեռնակապեր, ձեր դիրքորոշումը, մոտեցումը։ Իմ մոտեցումը հայ ազգի մոտեցումն է, ամբողջ ազգի մոտեցումն է, մենք ուզում ենք ամբողջ աշխարհով իմանան ու ճանաչեն, որ տեղի ունեցել ցեղասպանություն, միտումնավոր կերպով փորձել են ոչնչացնել հայ ազգին, ուրիշ մոտեցում չի կարող լինել։ Երեկվա օրինակ պահանջատիրական երթի մասնակցում ընդհանրապես Երեկվա կոնկրետ երեկվա մասին է խոսքը։ Երթը ջահերով երթը ավանդական։ Ես եղել եմ երեք գիշերը այստեղ, ջահերով երթին չեմ մասնակցել, բայց բնականաբար կիսում եմ հայ ազգի մտահոգությունն ու դիրքորոշումը։ Իսկ այն ոչ ցեղասպանության ճանաչման հարցը հանված է արտաքին քաղաքական օրակարգից, սա ինչպես կլինի։ Ճիշտ ասած, ես դեռ տեղյակ չեմ այդ հարցին, չեմ կարող պատասխանել հանվածը հանված չի, բայց ես ուզում եմ իմ դիրքորոշումն ասել, որ իմ համար առաջնային հարցն է հայ ցեղասպանության հարցը։ Եթե հարցը ինձ վերաբերում, ես իմ մասին կարող եմ ասել։ Իսկ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իշխանությունների կողմից նման մոտեցում է ձեզ համար։ Ես դրան չեմ կարող պատասխանել, որովհետև իրոք ասում չեմ տիրապետում հենց այդ հարցին, դրա հետ կապված չեմ կարող ոչ բան ասել, բայց ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը ես լսեցի մի քանի օր առաջ էր, ասաց, որ հայ ցեղասպանության ժխտումը որևէ հայ քաղաքացու ներկայացուցիչի կողմից դա քրեորեն պատժելի է։ Ես դա լսեցի, որ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի կողմից դա եւս կարևորագույն հարց է։ Ադրբեջանում գերիներ ունեք նրանց վիճակի մասին, ձեր անհանգստությունների, ինչ եք կարծում եւ ինչպես հանդիսանում գերիների հարցը 2020 թվականին Արցախում 23 թվականին նաեւ ինչպես կբնորոշեք, միթե դա եւս ցեղասպանություն չէր։ Այդ ժամանակ ես եղել եմ պատանդի կարգավիճակով, Ադրբեջանում եմ եղել, ուզում եմ ասեմ, որ դա այո, իմ համար եւս ցեղասպանությանը հավասար մի բան է, որ տեղահանվեցին մեր արցախցի հայրենակիցները Արցախից ամբողջությամբ, իմ համար դա անընդունելի է, թերևս չգիտեմ ինչ քաղաքական գործընթաց կլինի այդ ուղղությամբ, իմ դիրքորոշումը այն է, որ դա չպետք է տեղի ունենար, դա բռնի է տեղի ունեցել, իսկ գերիների հետ կապված թե ինչ մտահոգություն ունեմ, այո, ունեմ մտահոգություններ, քանի որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի մասնակցել ու հետևել ինչպես են մեր գերիները, առողջական վիճակը, որովհետև ես գիտեմ, որ այնտեղ բժշկական միջամտությունը 0 մակարդակի վիճակում է, չենք ունեցել նորմալ բժշկական, հետևողական չեն եղել, ասեմ, որ իրիկունը 6-ից հետո, երեկոյան ժամը 6-ից հետո առհասարակ բացակայում բժշկություն չկա այնտեղ, նույնիսկ մի հատ բուժքույր չկա, եթե մեկի հետ մի բան լինի, ոչ մի միջամտություն բժշկական չի լինելու, կարող է հանգիստ մահանալ, ով ուզում է լինի մեր քաղաքացիների մասն է խոսքը, ու ուզում եմ ասեմ, որ ես դիմել եմ եվրոպական դատարան իմ հայցով ու դրանով եւս ցույց եմ տալու, որ մեր այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիները բռնադատվածներ են ու հարցը բարձրացնելու է բոլոր բարձր մակարդակներում դրսի մասնախոսքը։ Ես դա հիմա չեմ ասում ոնց եմ անելու ինչպես, բայց այդ գործընթացը տեղի ունենում հիմա։ Հայցի հիմքը ո՞րն է մասնավորապես Հայցի հիմքը կապված այնտեղ պահվելու։ Իմ անձի հետ կապված, որ տեղ ունեցել անօրինական բռնել են ինձ ու անօրինաբար դատել են, հենց դա որ պետք է ապացուցի, որ անօրինական գործողություններով են առաջնորդում պետական ղեկավարները Ադրբեջանի։ Դա ձեր անձի մակարդակով, որ ասում եք եվրոպական դատարանների, իսկ պետության մակարդակով այսօր արված քայլերը ցույց տալիս են, որ այնտեղի մեր հայրենակիցները ի վերջո կազմակերպել պատանդի կարգավիճակից։ Հույսի պահով ասեմ, որ հույս տալիս եմ, բայց դա բավարար չի, որովհետև մեր միասնական ժողովրդի խոսքը եւս մեծ ուժ ունի ու մենք պետք է պահանջենք ժողովրդով ազգով պետք է պահանջենք։ Շնորհակալ։ Ձեզ շնորհակալ։